չեմ ասում բովանդակությունը պատմեք, բայց ինչ հետևություններ արեցիք, ինչպես է դա տեղի ունեցել, ըստ նախնական տեղեկությունների, ըստ քննչական կոմիտեի 4 ամիս շարունակ երեխաները ենթարկվել են հետապնդման եւ ենթադրում է, որ դա տեղի է ունեցել դասամիջոցներին։ Ճշտել եք արդյոք դեպքի մանրամասներ այնքանով, որքանով կարող եք ասել։ Ես կներեք չեմ կարող հաստատել կամ հերքել 4 ամսվա այո դեպքը քիչ առաջ ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ էինք հանդիպում եւ այսօրվա ծնողների հավաքվելը հիմնականում պատճառը դպրոցի տնօրենի հետագա գործնեությանն էր վերաբերվում, իսկ ինչ որ վերաբերվում է 4 ամիս երևույթ է տեղի ունեցել դպրոցում, ինձ թվում է դա ոստիկանության արդեն նախաքննության փուլում կպարզվի, մենք մեր հանրապետության վարչությունում արդեն իսկ աշխատանքներ ենք կազմակերպել դպրոցում, մեր հիմնական նպատակը դպրոցի կրթական process-ը բնականon հունով շարունակելն է եւ այն դետալային հարցերը, որտեղ կարա ոչ համադրելի լինի կրթական process-ի հետ, միանշանակ շատ կոպիտ եւ շատ խիստ միջոցներ են լինելու թե տնօրինության եւ թե պատասխանատու մնացած անձանց հանդեպ։ Պարոն թերացումն է այստեղ, կա ինչ-որ մեկի թերացումը։ Կներեք թերացումների մասին կամ բաց թողումը։ Այս պահին որևիցե բան ասել չեմ կարող, իսկ թերացել է որևիցե մեկը իր աշխատանքի մեջ շատ կարճ ժամանակ, երևակայի մինչև 2 շաբթի, արդեն իսկ դուք ինքներդ էլ կլսեք։ Այսինքն պատրաստում եք տնօրենի աշխատանքից ազատել, այդ հարցը քննարկման փուլում է։ Կարող է նաև լինել նմանատիպ բան տնօրենի ազատման հարց լինի։ Դուք ձեզ ասել են, կներեք, ել չեմ հարցնի, ես մի հարցնել տամ ու վերջ։ Ձեզ դուք հետաքրքրվել եք դասամիջոցներին, ինչով են զբաղվում երեխաները։ Մեր հետաքրքրվածությունը եւ միանշանակ դպրոցի տնօրինությունը որևիցե մի ձևաչափով չի ասելու այն թերություններն ու բաց թողումները եւ իմ աշխատանքը այսուհետ տևական ժամանակ լինելու է Մղջյանի միջնակարգ դպրոցում, ես ինքս եմ ուզում հետևեմ ամբողջ ընթացքին, ընթացքի հետ կապված էլ արդեն կունենամ որոշում եւ կբարձրաձայնեմ։ Ծնողական կազմի հետ կատարված աշխատանքների քննարկումների արդյունքները կներկայացնեք ավելի մանրամասն ինչ հարցեր բարձրացվեցին։ Ծնողների հիմնական բարձրացրած հարցերը այս պահին իրենց երեխաների անվտանգությունն է դպրոցում, որի համար մենք երաշխավորել ենք, որ երեխաները անվտանգությունը մենք բարձր մակարդակով կկազմակերպենք։ Երկրորդ կարևոր հարցը ծնողական համայնքի տնօրենի հետագա աշխատանքին չխոչընդոտելն է, որ որևիցե միջոց չկիրառենք, տնօրենը շարունակի աշխատել։ Հիմա համասում եք կքննարկվի հետագա։ Չէ, ծնողական համայնքի բարձրացած հարցն եմ ասում, որ ծնողները նաև ասում են, որ հետևանքներից չտուժի դպրոցի տնօրենը, բայց մենք իրենց ասացինք, որ լավ կլինի, որ իրենք երևույթը այդքան այդ աշճանի դեռ նախաքննության փուլում է, բայց մենք ոնց որ թե ավելի մեծ գովազդ արեցինք մեր հասարակության մեջ։ Ես խնդրեցի ծնողներին, որ ավելի ուշադիր լինեն իրենց երեխաներին, իսկ մնացած որոշումները լիազոր մարմինը կայացնի։ Ուժող երեխաների ծնողներն էլ էին այստեղ։ Ուժող երեխաների ծնողներն էլ էին այստեղ։ Այո։ Ինչ հարցեր նրանք բարձրացրեցին։ Նույն հարցերը ինչ որ բոլորը։ Ուժող երեխաները դպրոց հաճախում են այս պայն կամ առաջիկա օրերին կհաճախեն։ Ինձ թվում առաջիկա օրերին կհաճախեն, այս պայն դպրոցում չէ։ Իսկ առողջական վիճակից տեղյակ եք, ոնց են երեխաները։ Բարեհոգեբանական վիճակը երեխաների, ճիշտ ասած, այս պայն ինֆորմացիա այս պայի դրությամբ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։ Մենք այսօր ճիշտ ասած ականատես եղանք, որ դպրոցը բավականին լայնածավալ հսկողություն է սահմանել ու կողմնակի անձանց մուտքը խստի վարքելված է, անգամ ծնողները դպրոցի դիմացից են տանում երեխաներին։ Նման դեպքերը կարելի ասել ենթադրում են դպրոցի բաց թողնման մասին։ Ինչպես կբացատրեք սա, որ սահմանվում է հսկողություն կողմնակի անձանց ելք ու մուտքի նկատմամբ, բայց նման դեպքերը, այսինքն նման դեպք է տեղի ունենում։
Դե դատապարտելի է, դե հենց դրա համար եմ ասում, մեր աշխատանքների արդյունքում կունենանք որոշում եւ մեղավորները միանշանակ պատժվելու են։ Ուսումնական տարվա ավարտն է, այսպես է, ընթացքում ինչ աշխատանքներ եք կատարելու, այսինքն հնարավոր է եւ դասապրոցեսը շարունակվի, ինչպես եք պատկերացնում այդ վերահսկողությունը, որ ասում։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դասապրոցեսը չընդհատվի, ես քիչ առաջ նշեցի, որ իմ աշխատանքային օրը սկսվելու եւ ավարտվելու է Մխիթարյանի միջնակարգ դպրոցից, մինչեւ լիարժեք համոզված չլինենք, որ դպրոցում կայուն բարեհոգեբանական մթնոլորտ է։ Միայն դուք եք լինելու դպրոցում, թե ինչ-որ հատուկ աշխատանք եք արվելու աշխատանքական։ Այո, խմբով ենք լինելու, չթվարկեմ։ Պարոն Մանուկյան, այնքանով որքանով կարող եք ասել, հա, ձեր կարծիքով ձեր ունեցած տեղեկությունները սպիտակ փոշենման զանգված է, ինչպես է հայտնվել այդ երեխաների ձեռքում մտել դպրոց։ Ես հիմա հանրությանը ներկայացնում եմ իրավիճակներ, լավ կլինի, որ իմ սեփական կարծիքը պահեմ ինձ։ Սխալ կլինի, որ իմ սեփական կարծիքը ես բարձրացնեմ։ Այդ երեխաները, որոնք ենթադրվում է, որ այդ զանգվածը դպրոց են մցրել, Մխիթարյանի բնակիչներ են, հասցրել եք այս ընթացքում մարզպետի, համայնքապետի հետ խոսել, արդյոք նրանք այլ ոչ օրինակելի վարքով աչքի են ընկել։ Ես չեմ կարող հենց այս պահին ինչ որ մի մեկնաբանության տալ հարցի հետ կապված, քանի որ դե նորից եմ ասում, այս պահին ուսումնասիրությունների փուլում ենք գտնվում եւ շատ բաներից զերծ կմնամ։ Եվ երկու շաբթի կամ երեք շաբթի պատրաստ եմ նորից ներկայացնեմ ամփոփ աշխատանքի արդյունքները։ Ձեր վարչության թերացումը կա այստեղ, որ ոչ բավարար հսկողություն է եղել։ Որևիցե մեկի թերացումը կա։ Կլինի վարչության թերացումը, կպատժվի վարչության պետը։ Որևիցե մեկի կոնկրետ անվանական չեմ ուզում նշեմ։ Եթե պարզվեց, որ սա վարչության թերացումն է, միանշանակ պատժվի վարչությունը վարչության պետի գլխավորությամբ։